Անհանգիստ երեխաներ, ինքնավստահ ծերունիներ ու ժպտադեմ երիտասարդներ, թաղասերցիների ամանորյա տոնական տրամադրությունը ժամ առաջ էր ստիպել կրկին համախմբվել ու տարեմուտը դարձնել անմոռանալի։ Բնակիչների համար սակայն օրը նշանավորվել է համայնքային նշանակության հարցերը վերհանելու եւ դրանց լուծման ուղիները նոր հարթություն տեղափոխելու առումով։ Հանրապետության նախագահը երկրի այս գողտրիկ անկյուններ ժամանել իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Հանդիպման մթնոլորտն էլ նման բազմաթիվ հանդիպումների օրինակով մղում էր անկեղծ ու անկաշկան երկխոսության։ Գյուղի ձեռբերումների եւ ունեցած դժվարությունների մասին համայնքի ղեկավարն է պատմել։ Արցախյան ավանդական այս բնակավայրը հետպատերազմյան ժամանակաշրջանում ունեցած դժվարությունները հաղթահարել է ժողովրդագրական կայուն աճով։ Երիտասարդները հայրերի օրինակով շարունակել են ստեղծել, մտավորականներն էլ ստեղծագործել։ Արդյունքում համայնքում մնացել է միասնությունը, առաջ շարժվելու կամքը։ Մեր գյուղը Ղարաբաղի գյուղերի նմանապես բազմաթիվ խնդիրներ չլուծված հարցեր, կան խնդիրներ, որոնք դեռ խորհրդային տարիներից են մնացած, անլուծելի մնացած։ Իսկ վերջինս 20 տարիների ընթացքում հրադադարի հաստատումից հետո արդեն շատ բան է փոխվել, Ղարաբաղը եւ ընդհանրապես ամբողջ հանրապետությունը մեկ շատ բան է փոխվել, բայց մեր գյուղը նույնպես փոխվել է, բայց չի կառուցվել։ Ունեցած դժվարությունների թվում բնակարանային հարցն է։ Թաղասերցիները նախագահ Բակո Սահակյանին հարցի լուծման ուղղությամբ ունեցած պատկերացումներն են ներկայացնում։ Օրինակ, ինչու չկիրառել հիպոթեկային վարկավորման նոր մեխանիզմներ։ Գյուղում իհարկե տեղյակ են նոր տուն կառուցողների, վերանորոգողների, շինանյութերի տրամադրման եւ պետական աջակցության այլ ուղղությունների մասին։ Հանրապետության նախագահի դիրքորոշումն այս հարցի առնչությամբ հստակ է։ Անհրաժեշտ է վերանայել սեփական պատկերացումները։ Երիտասարդին ոչ թե միանգամից բնակարան պետք է նվիրել, այլ այդ բնակարանը կառուցելու հնարավորություն։ Որ պետությունը միշտ պիտի հնարավորություն տրամադրի, այդքան էական չէ, այդքան ազդեցիկ չէ, ինչքան մենք փորձենք մյուս ճանապարհով զարգանալ։ Հնարավորություն տրամադրելու մեր երկրի քաղաքացուն ինքնուրույն իր կյանքը կառուցելու։ Դուք ոնց եք մտածում, մեր պետությունը ինչքան հնարավորություն պիտի ունենա, որ բոլոր երիտասարդների համար բնակարաններ կառուցի։ Չի լինելու այդպիսի բան։ Բայց մյուս ճանապարհը աշխատանքի միջոցով, աշխատանքի շնորհիվ այդ առաջին քայլերը կատարելու դա շատ բնական եւ տրամաբանական է։ Շուտով թաղասերցիների կենսական նշանակության հարցերից մեկին լուծում կտրվի գյուղը կապահովի խմելու մշտական ջրով։ Սա այն հիմնական հարցն է, որի առաջնային լուծմանը սպասում են ամբողջ գյուղով։ Դպրոցական շենքն էլ վերանորոգման կամ ավելի ճիշտ վերակառուցման կարիք ունի։ Այս անհրաժեշտությունը ծագել է ժողովրդագրական կայուն աճի շնորհիվ։ Թաղասերում արդեն նախադպրոցական տարիքի 60 երեխա կա։ Առաջիկա տարիներին ավելի սուր կզգացվի նոր դասասենյակներ ունենալու պահանջը։ Ծնելիության նման տեմպերի դեպքում մանկապարտեզի շինարարությունն էլ չի ուշանա։ Պետական տարբեր ծրագրերի մասնակցելու կամ գոնե անտարբեր չլինելու հարցն էլ օրակարգում է։ 2013 թվականից Արաքսի հովտում իրականացվող հավակնոտ ծրագրին թաղասերցիներն առանձնապես ակտիվ մասնակցությամբ չեն առանձնանում։ Արաքսավան համայնքը ու շրջակա բերրի հողատարածքները զարգացնելու բոլոր նախադրյալները ստեղծված են։ Պետությունը տարածքնապահովվել է անհրաժեշտ ենթակառուցվածքներով, հաջորդ քայլը հողագործինն է, այս դեպքում թաղասերցի երիտասարդինը։ Ես կարծում եմ, որ պայմանները աշխատելու բազմապիսին են, աշխատանքը շատ կան, մենակ թե աշխատող լինի։ Մենք ունենք Արաքսավան հովիտ, Արաքսավան, որտեղ մարդիկ կարող են աշխատել։ Գյուղը իր աշխարհագրական դիրքով բարենպաստ է եւ հարակից է շրջկենտրոնին եւ ճիշտ կլինի շեշտել, որ մարդիկ գյուղից աշխատանքի են մեկնում դեպի Հադրութ։ Հեռավորությունը ընդհանրապես 1 կիլոմետր, մարդիկ ոտքով կարող են քայլել, գնալ եւ առհասարակ ընդհանրապես պետք է տրանսպորտ, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ամեն օր աշխատանքի ու վերադառնալ։ Նախագահ Բակո Սահակյանն ընդգծում է, կյանքը հնարավոր է բարելավել միայն համագործակցության շնորհիվ։ Երկրի իշխանությունները պատրաստակամ են քննարկելու ցանկացած առաջարկություն, որը կվերաբերի գյուղի զարգացմանը։ Իհարկե, առաջ ընթանալու կարևոր նախապայմանն այս բնակավայրն ունի, դա վիշտն ու ուրախությունը միասին կիսելու առաքելությունն է։ Երկրի նախագահի ու թաղասերցիների հանդիպումը շարունակվել է այլ ձևաչափով։ Անկեղծ ու տրամադրող մթնոլորտն այս անգամ ստեղծվել է ամանորյա տոնական սեղանների շուրջ։ Հանրապետության նախագահը բաժակ է բարձրացրել թաղասերցիների, թաղասերցիներն էլ երկրի զինվորի ու ազատամարտիկի համար։ Սամվել Բալայան, Մհեր Մկրտչյան, օր